Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք ես հայ ժողովրդին իսկապես առաջարկում եմ ընտրել այնպիսի ղեկավարներ, որոնք կարող են դաշնակիցներ ստեղծել, կարող են թշնամուն դարձնել դաշնակից, ոչ թե դաշնակցին վերածել թշնամու, ինչ որ անում է Փաշինյանը։ Այդպես ղեկավարներ է պետք ընտրել։ Երբեք պետք չի դնել մեղքը ինչ որ մի պետության վրա։ Դու ես մեղավոր։ Դու չկարողացար վարես քաղաքականություն, դու չկարողացար վարես դիվանագիտություն, որը պետք էր Հայաստանի։ Հետևաբար հեռացիր։ Այդքանը իր դեմ ասեք, Ում դեմ։ իր դեմ, կանչում ասում եք ասեք, ասեք այդքանը։ Փաշինյանը։ Այո։ Հեսա բանում է դեբատներում տենց բաներ չեմ ասի նրա։ Դեբատ կարող է Հայաստան չլինի։ Այսինքն դուք ուզում եք ասեք, չէ, կներեք։ Դուք ուզում եք ասեք, որ այս կոմունիկացիոն, այս հանրային միջոցները բավարար չեն Նիկոլ Փաշինյանին լսելու, թե ես ինչ եմ ասում։ Լսեք, ինքը այնքան հիվանդագին վերաբերմունք ունի մեր խոսքի նկատմամբ, որ տվայտանքների մեջ անգնում մեր ամեն խոսքից։ Ինքը առաջինը մեր խոսքն է լսում ու տվայտանքների մեջ անգնում։ Ինքը, ուրեմն, եթե դուք չեք պատկերացնում, ինքը բոլոր այս խոսքերը հիմա էլ շատ հնարավոր է ուղիղ եթերում հետևում է։ Ասեմ, որ ինքը ոչ մեկի դեր չի հետևում, ոչ մեկի դեր չի լսում։ Դուք կներեք, դուք որտեղից եք։ Դուք ինչ գիտեք։ Ինչպես։ Նախ խնդրում եմ ներկայացեք, հետո ասեք։ Հանրային ազգարար իրավապաշտպան ՄԿ-ի նախագահ։ Ես տարիներ շարունակ պայքարում եմ բոլոր հակազգային արտահայտումների դեմ այս իշխանության եւ բոլոր կուսակցությունները փոխանակ հակազդեն, դիմադրեն այս ամեն ինչի ոչ մի ձեն չեն անում եւ միայն քննադատում են։ Այսօր մենք հոգնել ենք նախիններից, այսօր ասեցինք, որ ակի տեխնացու դուք եք կրնել։ Ինչի ձեր կուսակցությունում նոր դեմքեր չկան, ինչի բոլոր կուսակցություններում նոր դեմքեր չկան, պարոն Զուրաբյան։ Երիտասարդ ունենք ավելի պատրաստված, որպեսզի ներկայացնեք ձեր կուսակցությունը։ Ուրեմն ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ շնորհավորում եմ, որ դուք կարողացաք այս միջավայրում անել ձեր քաղաքական հայտարարությունը, շնորհակալ եմ, թույլ տվեք ես շարունակեմ ասուլիսը։ Ես ասեմ նաեւ, որ Չէ, դուք արդեն կներեք, դուք լուր եք։ Դուք հիմա արդեն խանգարում եք մեր միջոցառման հասկացմանը։ Ես ձեզ թույլ տվեցի արտահայտվել, անել ձեր քաղաքական հայտարարությունը, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ։ Հիմա անցնենք առաջ։ Խնդրեմ, այլ հարցեր։